Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Պակիստանն ԱՄՆ-ի եւ Իրանի միջև պատերազմի համատեքստում ստորագրել են համատեղ պաշտպանական համաձայնագիր։ Միջուկային երկիր Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ փաստաթղթի համաձայն երեք պետություններից որևէ մեկի վրա հարձակումը կհամարվի հարձակում համաձայնագրի բոլոր կողմերի վրա։ Համաձայնագրի կողմերի ներկայացուցիչները պարզաբանել են, որ դաշինքը բնույթով զուտ պաշտպանական է եւ նախատեսում է փոխադարձ աջակցություն միայն կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում, անկասկած Պակիստանի միջուկային կարգավիճակը համաձայնագրին լրացուցիչ ռազմավարական կշիռ է հաղորդում։ Այսինքն պոտենցիալ հակառակորդը պետք է հաշվի առնի, որ դաշինքի անդամներից մեկը միջուկային զենք ունի եւ պաշտոնապես պարտավորված է կոլեկտիվ պաշտպանությանը։ Միայն սա մեծացնում է ռազմական լուրջ սրացման ռիսկը։ Ռիադի համար նման անորոշության քաղաքական արժեքը թերևս ոչ պակաս է, քան պաշտոնական միջուկային երաշխիքը։ Սակայն հարկ է նշել, որ Պակիստանի միջուկային դոկտրինը մնում է անփոփոխ եւ ուղղված է բացառապես Հնդկաստանի զսպելուն։ Այնուամենայնիվ, Մեքքայի համաձայնագրում միջուկային տերության ներկայությունն ինքնին հսկայական խորհրդանշական դեր է խաղում որպես հոգեբանական հավասարակշռող գործողություն։ Պակիստանին ներգրավելով Անկարան եւ Ռիադը վերացնում են տարածաշրջանում երկարատև ուժերի ասիմետրիան, զրկելով Իսրայելին միջուկային վախի նկատմամբ իր մենաշնորհից։